Այդպիսին է նաև Հայաստանը եւ ամենակարևոր արձանագրումը մենք դա հնդածս հասկացանք, որ այսօր մեր 9 ամսյա խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր ներկայությունն է։ Եվ մենք երբ հասկացանք, երբ որ ես պատկերավոր ասած ասում եմ, փետրվարի վերջին մենք նստեցինք ուրախ ավտոբուսը, այդ ուրախ ավտոբուսով ճամփորդեցինք եւ ի վերջո այդ ուրախ ավտոբուսով հասանք ուրախ Հայաստան։ Մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանը ուրախ է եւ սա դարակազմիկ փոփոխություն է, ինչի առիթով նույնպես այս բոլորից հրավիրում է։ Սա չի նշանակում, Ջորջան, սա չի նշանակում, թե մենք մեր որևէ զրկանք մոռացել ենք։ Սա չի նշանակում, թե մենք մեր որևէ տառապանք մոռացել ենք։ Սա չի նշանակում, թե մենք մեր որևէ զոհի մոռացել ենք։ Սա չի նշանակում, թե մենք որևէ զոհողություն մոռացել ենք։ Ընդհակառակը, ես միշտ ասել եմ եւ շարունակում եմ մնալ այդ համոզմունքի, եւ միտքը առաջին անգամ ասել եմ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անկախության օրվա առիթով ունեցած ելույթով։ Ես այսօր համոզված եմ, որ մեր նահատակների հիշատակը հարգելու ամենալավ ձևը ունենալ զարգացած, անվտանգ, բարեկեցիկ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետություն։ Ես այսօր առանց լրացուցիչ համեստության կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ։ Մենք այդ Հայաստանի Հանրապետությունը իր այսօր մի քիչ իմ բաներ եմ, ինձ անհամեստություններ եմ ցույց տալիս։ Այս Հայաստանի Հանրապետությունը այսօր ավելի հեղինակավոր է, քան երբևէ։ Ես մենակ առաջարկում եմ, եկեք նայենք, թե 2025 թվականին երկում ձևաչափով ես ում հետ եմ հանդիպել։ Ռուսաստանի նախագահ, Միացյալ Նահանգների նախագահ, Չինաստանի նախագահ, Ֆրանսիայի նախագահ, Եվրամիության խորհրդի նախագահ եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, Թուրքիայի նախագահ, մեր հարևանների եւ Վրաստան եւ Ադրբեջան։ Եվ այսինքն մի օրացուցային տարվա ընթացքում ըստ էության ես որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար աշխարհի բոլոր top առաջնորդների հետ երկով ըստ էության բոլոր կներեք ցենց հանգածված չէ ինչի մյուսների համար, բայց top առաջնորդների մեծամասնության հետ ես երկով ձևաչափով հանդիպում եմ ունեցել եւ մենք քննարկել ենք մեր երկով մորակարգի հարցերը։ Եվ հետեւաբար այսպիսի հեղինակություն ունեցող Հայաստանը մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է։ Եվ խաղաղություն ունենալու եւ խաղաղությանը տեր լինելը էլի մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է։ Բայց նրբությունն է, որ խաղաղությունը 9 ամսյա երեխայի հետ մի այլ զուգահեռ նույնպես ունի։ Ինչ տեղի կունենա 9 ամսյա երեխայի հետ, եթե մենք նրա նկատմամբ խնամք չտանենք։ Նա չի ապրի պարզապես, նա ոտքի չի կանգնի։ Եվ հետեւաբար ինչպես 9 ամսյա երեխան, այնպես էլ 9 ամսյա խաղաղությունը մեր բոլորի խնամքի կարիքը ունի։ Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ մենք պետք է չէ երաշխավորներ ունենանք եւ այլն եւ այդպես շարունակ։ Երաշխավորների թեման իրականում շատ զգայուն թեմա է մեզ համար, ինչու, որովհետեւ երբեմն մենք մոռանում ենք, որ մենք այդպիսի ռեժիմում ապրել ենք, երբ որ մենք ունենք պայմանագրային դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ որ մենք ունենք անվտանգության երաշխավորներ, ովքեր պետք է պահեն մեր անվտանգությունը, բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը ըստ էության շատ բաց եւ թափանցիկ հայտարարություն արեց պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ, խոսքը Բելարուսի նախագահի մասին է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներից։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Եվ գնալ ամեն անգամ նույն փոստի վրա կանգնել պարզապես չի կարելի։ Մենք ասում ենք, մենք ի վերջո պետք է հաղթահարենք այն ցիկլը, երբ որ մեզ թույլ ենք տալիս, որ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շփոթեն։ Մեր պատմության մեջ սա դառել է մի հատ խայտառակ ցիկլ։ Երբ որ ամեն անգամ մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ
այդ օգտագործելուց հետո դեն շփրտեն։ Այս է ամենակարևոր պատման քաղաքական փոփոխությունը, երբ որ մենք արձանագրել ենք, որ թույլ չենք տալու այլևս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շփրտեն։ Ու այստեղ անհարգալից ոչ մի բան չկա որևէ երկրի եւ որևէ սուբյեկտի նկատմամբ, որովհետեւ նա ով սա համարում է անհարգալից, պետք է մեզ ասի, չէ, դուք պետք է թույլ տաք, որ մենք ձեզ օգտագործենք ուրիշների դեմ եւ վերջում դեն շփրտենք։ Որովհետեւ մեկը կա, որ մեզ հարաբերությունների այսպիսի պայման է առաջարկում, չի կարող մեզ հարաբերությունների այսպիսի պայման առաջարկվել եւ չի առաջարկվում։ Իսկ երաշխավորների մասին խոսակցությունը ես ուղիղ ինձ համար ասոցացվում է հետեւյալի հետ, որ պատերազմի երրագլուխ կուսակցությունը մեզ ասում է, գիտեք ինչ, մենք չենք կարա այդ մեր 9 ամսյա երեխայի նկատմամբ հոգ տանենք։ Եկեք իրան հանձնենք ուրիշի խնամքին, եկեք իրան հանձնենք որքանոց։ Մենք ասում ենք չէ, թույլ չենք տալու, որտեղ այս խաղաղությունը իրոք բառից բուն իմաստով Հայաստանի Հանրապետության ժողովրդի երեխան է։ Ժողովուրդն է ստեղծել այդ խաղաղությունը, որովհետև եթե ժողովուրդը մեզ թույլ չտար գնալ այս ճանապարհով, այս խաղաղությունը չէր ստեղծվի։